Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիո լսողներին եւ ռադիո դիտողներին, դուք դիտում եւ լսում եք Գործարար Ալիքը, տաղավարում աշխատում է Լիաննա Խաչատրյանը։ Այսօր մեր հյուրն է Ռազմարտունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Քերոբյան, նոր նախագիծ է, եւ որքան ես հասկացա, ընդունվել կառավարության կողմից ռազմական կարիքների համար փորձանմուշների, լրամասերի եւ բաղադրիչների ֆինանսավորման կարգը հաստատելու մասին որոշման նախագիծ։ Որքան ես փորձեցի հասկանալ, որովհետեւ ինքը շատ այսպես ասենք ոլորտային նախագիծ է, ոլորտային առանձնահատկությունով, որը կողքից մարդու համար դժվար է հասկանալ լավ է, վատ է, ընդհանրապես ինչ են արում, ակնկալվող արդյունք որպես նախագծի բացատրության մեջ գրվում էր, որ ռազմաարդյունաբերության զարգացման համար է այս նախագիծը ներկայացվել եւ առաջարկվում է իրական հիմքեր ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարության ռազմաարդյունաբերության ոլորտում պետական լիազոր մարմնի եւ ռազմական կամ երկակի նշանակության ապրանք արտադրողների կողմից փորձանմուշների արտադրման գործընթացի ձևավորման, ֆինանսավորման եւ իրավահարաբերություններին կանոնակարգման համար։ Որքան ես հասկանում եմ այս բացատրություններից նշվում է, որ հաճախ ընկերությունը, որը փորձանմուշներ է ստեղծում, չունի այն հնարավորությունները, որպեսզի այն փով ստեղծի փորձանմուշներ, որ կարողանա որոշակի փորձարարական ցուցադրական գործընթաց անցկացնի, փորձարկումներ կատարի եւ այս նախագիծը կօգնի դա իրականացնելուն։ Խնդրում եմ բացատրեք։ Ես գիտեմ, որ դուք դեմ եք այս նախագծին, ինչու եք դեմ եւ ինչի մասին է այս նախագիծը։ Դեմ եմ ոչ բան կա, որտեղ ես տեսեք, դեմ եմ ոչ թե նախագծին, այլ ոչ թե նպատակին, այլ այս նախագծի բովանդակությանը, դրա շուրջ տեղի ունեցածին եւ մի քիչ էլ պատմությունը, հա։ Ուրեմն 2024 թվականի, անցած արդեն 2024 թվականի ռազմաարդյունաբերության զարգացման բյուջեով 1 միլիարդ դրամից ավել հատկացված էր հենց փորձանմուշների արտադրությանը։ Այսինքն միայն այս նախագծի արկայությունը արդեն վկայում է մի բանի մասին, որ այն չափազանց ուշացած է, այսինքն անցած տարին արդեն անցել է այդ 1 միլիարդից ավելի ծախսել են ընդամենը 50 միլիոնը։ Այդ 50 միլիոնն էլ պարզ չէ, այս նախագծի այս կարգի բացակայության պայմաններում այդ ոնց են ծախսել եւ արդյոք ում որ տվել են արդեն խնդիրների առաջ չի հայտնվել, բայց հենց այն որ փող նախատեսել էին, բայց կարգը չկար, հիմա կարգի անհրաժեշտություն են տեսնում, որ նախատեսած փողը ծախսեն, դա արդեն ցույց է տալիս մի բան, որ այնտեղ աջ ձեռքը չի հասկանում, թե ձախը ինչ անում կամ հակառակը, կամ ընդհանրապես ոչ մեկ ոչ մի բան չի էլ անում։ Հիմա վերադառնանք այս նախագծին, սկզբից նախագծի ասենք ընդունման ձևական մասին անդրադառնանք։ Ուրեմն այս նախագիծը նախարարությունների եւ պետական գերատեսչությունների միջև շրջանառվել է դեռ անցած տարվա դեկտեմբերից։ Այսինքն այն ամփոփաթերթից, որը կցված է նախագծին, հասկանում ենք, որ դեռ հունվարի սկզբից արդեն պատասխաններ են եկել պետական գերատեսչություններից, ընդ որում շատերը, ասենք, ծիծաղելի ձևակերպումներով, ասենք, պաշտպանության նախարարությունը այնտեղ առաջարկ էր արել, որ եթե փորձարկումների արդյունքները բացասական լինեն, ապա ինչ որ բան նախատեսվի վճարված փողը հետ ստանալու։ Այսինքն պատկերացրեք ու հենց իսկ նախագծի մեջ կա դա արդեն նշանակում է, որ օրինակ ես մասնավոր ընկերություն չեմ դիմի։ Դա արդեն նշանակում է, այո, դա արդեն ցույց է տալիս հիմնական պետական պատվիրատու, այսինքն պաշտպանության նախարարության նախատրամադրվածությունը այդ ամեն ինչի նկատմամբ։ Ու իմ կարծիքով այնտեղ դեռ տիրում է այն մտայնությունը, որ մեկը ռուսականից լավը չենք սարքելու, մեկը մեր հայկականը չի աշխատում, եւ այլն եւ այլն։ Բայց վերադառնանք էլի նախագծի հենց ընդունմանը, ուրեմն մարտի 1-ին այս նախագիծը դրվել է հանրային քննարկման։ Իդրաֆտը եմ կայքում, այս նախագիծը դրվել է հանրային քննարկման մարտի 15-ի ժամկետով։ Բայց մարտի 13-ին այս նախագիծը հայտնում է կառավարության նիստի օրակարգում, այսինքն այդ հանրային քննարկման ժամկետը չավարտված, նախագիծը ընդ որում ձայները ավելի շատ դեմ էին քան կողմ եւ մի մասնագիտական այդտեղ բան կար, արձագանք կար, ընդունվել է գիտություն, բայց նախագծի մեջ դա չի ներառվել, քանի որ նախագիծը արդեն դրվել է
հանրային քննարկման արդեն այն տեսքով, որ պետք է որ գնացել է կառավարության նիստի օրակարգ, հետեւաբար ասենք մեր արդյունաբերողներից մեկի կարծիքը ուղղակի անտեսվել է։ Այսինքն այս ամբողջ գործընթացը քննարկումից դեպի ընդունում դեկորատիվ process է։ Խախտումներ, նախապես դեկորատիվ չէ, խախտումներով։ Իսկ այն տրամաբանությունը, որ պետք է հանրային քննարկման ժամկետը ավարտվի նոր, այս նախագիծը նաև հանրային քննարկման անփոփոխ հերթով դրվի կառավարության նիստին, եթե դնում ես հանրային քննարկման անփոփոխ հերթ պետք է լինի։ Հանրային քննարկման անփոփոխ հերթը բնականաբար կցված չի, որտեղ չի ավարտվել հանրային քննարկման ժամկետը եւ գնացել է կառավարության նիստի օրակարգ եւ ընդունվել։ Ընդ որում հենց նույն անփոփոխ հերթում եւ նույնպես նախագծում դա անդրադարձվել է մի այսպիսի աբսուրդ վիճակ, որ ասեմ անցած տարի սեպտեմբերին, երբ որ ռազմարտությունաբերական համալիրի մասին նոր օրենքի նախագիծ էր ներկայացվում եւ ներկայացվում է, որ հեղափոխական եւ այլն, այսպես բարձրացվում է փորձարկումների կարգ, այս կոմենկոմ այն ժամանակ հիմա էլ ԲՏ նախարար Մխիթար Հայրապետյանը մեջ էր բերում ինչ որ տարատեսակ պատճառաբանություններ, թե ինչի միջև հիմա լավ չի եղել, իսկ սրանից հետո լավ է լինելու, որովհետև փորձարկումների համար եթե գույք պետք լինել կառավարության որոշման կարիք չի լինելու, այս նախագծի անփոփոխ հերթում սև սպիտակի վրա գրած է, որ գույքի, եթե գույք անհրաժեշտ լինի փորձարկումների համար, պետական գույք, ապա այն տրամադրվելու է սահմանված կարգով, այսինքն բութ կառավարության որոշման հիման վրա։ Այսինքն այն բյուրոկրատական արգելքները, խոչընդոտները, որ իբր թե իրենք պատճառաբանում են, որ այդ բյուրոկրատիայի պատճառով է, որ չեն կարողանում ռազմարտությունաբերության բյուջե ծախսեն 4-5 տարի, հա, էլի այդ խոչընդոտները ոչ թե վերացված են, այլ բերվում են որպես հիմք այսօրվա այս կարգով գործելու համար։ Հիմա վերադառնա, հիմա անցնենք, եթե այսքանով ավարտեցինք սրան, անցնենք նախագծի բովանդակությանը։ Մի թեթև մաթեմատիկա անեմ։ Հա, այս նախագծում բերված է մի երկար կարգ ժամանակացույց, թե ինչ ժամկետներում պետական մարմինները պետք է իրենց գործ անեն, մինչև պայմանագրի առաջարկ ընկերությանը ուղարկել է։ Այսինքն եթե այսօր ընկերությունը ուղարկի հայտ, փորձանմուշների պատրաստման, ապա ինչ ժամկետներում պետական տարատեսակ մարմիններ պետք է իրենց գործերը անեն, գումարել եմ իրար, ստացել եմ 103 աշխատանքային օր։ 103 աշխատանքային օրը դա 5 ամիս է, որից 3-ը, եթե այսօրվանից հաշվենք, 3-ը ընկնում է ամառ։ Իսկ ամառը, ինչպես մենք գիտենք, պետական բոլոր գերատեսչական մարմիններում արձակուրդներ են, ու այնտեղ բնականաբար, եւ ես կարող եմ վստահաբար դա ասել, այդ ժամկետները չեն պահպանվելու։ Ընդ որում այդ ժամկետների մեջ կա ինչ որ հայեցողական բաներ, որ ազգային անվտանգության ծառայությունը, ասենք, կատարողի համար եզրակացություն տալուն կարող է ունենալ 15 օր, իսկ կարող է եւս 10 օր վերցնել իր հայեցողությամբ։ Այս հայեցողությունը նշանակում է, որ 10 օրից հետո մի հատ էլ 30 օր էլ կվերցնել մի հայեցողությամբ, հա, բաներ են կատարում։ Փոստային առաքումների եւ այլն, այս ամեն ինչը գումարելով իրար, ստանում ենք մի պատկեր, որ առաջի պայմանագիրը կկնքվի լավագույն դեպքում, այդ ասում լավագույն դեպքում սեպտեմբեր ամսին։ Սեպտեմբերից հետո պետք է գնա փորձանմուշները արտադրի, բերի փորձարկի, գալիս ենք արդեն 2026 թվական։ Այսինքն ունենք անցած տարվա պատկեր, 2025 թվականի համար էլ բնականաբար նախատեսված է փորձանմուշների բյուջե, որը այս տարի չի ծախսվել ուղղակի։ Տեսեք, ես հասկանում եմ ինչ եք ասում, այդ բյուրոկրատական ապարատը եւ խոչընդոտները, որոնք դանդաղացնում են այս ամբողջ process-ը, այդ դեպքում, որ մենք ժամանակ շատ քիչ ունենք։ Բայց հիմա փորձեմ լինեմ մի քիչ կոնստրուկտիվ։ Հիմա դա այդպես է կոչվում։ Չէ, փորձեմ լինեմ մի քիչ դատապաշտպան, հա, համակարգի, եւ ասեմ, որ սա իհարկե կարող է լավ ճանապարհ չի, այդ բյուրոկրատական ճանապարհը, բայց այլ ճանապարհ պետական գումարները աճ ու ձախ չվատնելու ու հետո հասկանալու թե ինչի վրա ենք փող ծախսել, մենք չունենք։ Կա արդյոք օրենքի չէ ասեմ, ինչ որ բալանս, հա, արդյունավետության եւ բյուրոկրատական ապարատի, որը հետևում է, որ այդ փողերը տնից չեն բերում, հա, դա մեր բոլորիս ինչ որ բյուջետային փողերն են, գումարն է, եթե մենք մանավանդ տալիս ենք, պետքա չէ հետևեն, ում ենք տալիս, ինչ ենք անում, ամեն մեկի ծանոթ բարեկամ ընկերությանը 2 օրվա բացված
չհատկացվի այդ գումարները, իսկ այդ ամբողջը վերահսկելու համար ինչ որ մեխանիզմ, համակարգ է պետք, process է պետք։ Հիմա կա արդյոք ըստ ձեզ հնարավորություն այդ process-ը անել շատ ավելի արագ ու չընկնել այդ ծանոթ բարեկամ միանշանակ կա։ Ուրեմն մինչև 2019 թվականը, ու սա վերաբերում է ոչ թե փորձանմուշներին, այսինքն արդեն պատրաստի մշակում, որը արտադրողը ինքը իր միջոցներով բերել սարքել է, պատրաստել է, պետք է տա մի հատ դրական եզրակացություն տան, որ սա անհրաժեշտությունը կա, ու նոր գնա փորձանմուշի ինչ որ խմբականակի արտադրություն, որ տանեն դաշտ փորձարկեն, տան պայթաստեն կամ ջարդեն, համոզվեն արդյունավետության կամ ոչ արդյունավետության մեջ։ Ուրեմն 5 ամսից ավել ժամանակ են ուզում այս ամեն ինչի համար։ Ես բերեմ մի օրինակ 2019 թվականին գիտահետազոտական փորձակոնստրուկտորական աշխատանքների պայմանագրման ամբողջ process-ը տևել է սեպտեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 16։ Ընդամենը 2.5 ամիս ժամանակ, որի ընթացքում եղել է եւ ռազմատեխնիկական գիտատեխնիկական խորհրդի եզրակացությունը գիտական հիմնավորվածության եւ այլն, եւ ռազմարտությունաբերական հանձնաժողովի նիստը, եւ կառավարության որոշումը, եւ դեռ մի բան էլ, որ պատկերացնենք, ասենք դեկտեմբերին ինչ է տեղի ունեն ֆինանսների նախարարությունում եւ տարատեսակ գերատեսչությունում, եւ դեկտեմբերին էլ 40-ից ավել պայմանագրի կնքում։ 2.5 ամիս այդ ամբողջ process-ի վրա, եւ այստեղ մենք ունենք 5 ամսից ավել ժամանակ փորձանմուշների արտադրության պայմանագրի հայտ առաջարկ, հա, ունենք սարսափելի մեծ ներկայացված եւ այստեղ ոչ թե ներկայացված է, այսինքն այդ ժամկետներով պետական մարմինները եւ առաջին հերթին պետք է ասեմ, որ ռազմարտությունաբերության կոմիտեն ինքը, հա, դնում է հիմք դանդաղ աշխատելու։ Դանդաղ կարող եմ ասեմ, որ գիտեք ինչ կա, այս պետք է այս ամեն ինչը ուսումնասիրենք, որովհետեւ տեսնում ենք 5 տարի չենք կարողանում ռազմարտությունաբերության բյուջե ծախսել, հայտեր չեն լինում, այս չի լինում, այն չի լինում, բայց պետք է հասկանանք հայտեր ինչի չեն լինում։ Արդյոք 20 թվականի պատերազմից հետո մեր ռազմարտությունաբերողների ցանկությունը, պատրաստակամությունը ինչ որ բանալելու վերացավ։ Հակառակը, ես հարյուրավոր ընկերություններ գիտեմ, 100-ից ավել ընկերություններ գիտեմ, որոնք որ ինչ որ բան անում են, դրանցից մի 20-25-ը այսօր ունեն պետական պայմանագիր արտադրության, հա, բայց գիտահետազոտական փորձակոնստրուկտորական աշխատանքների մասով ունենք 10-ից պակաս ամեն տարի 10-ից պակաս հայտ, եթե չեմ սխալվում 20 թվականին նույնիսկ ոչ մի նոր հայտ չի հաստատվել։ Դեռ մի բան էլ նախորդ տարիներին կնքվածները չեղարկել են, լուծարել են պայմանագրերը, այս վերջերս ձեր մոտ էլ եկել ԻՍԱՏԵԿ-ի ինժեները, իրենց այդ կրակող ռոբոտի պայմանագիրը 20 թվականին լուծարվել էր։ Պետական ֆինանսով հատկացվել էր 19 թվականին, արդեն 5 տարուց ավել է անցել, գաղտնիք դրա մեջ չկա, էլի, իրենք էլ ցուցադրվել են, փորձադաշտում էլ կրակում են։ 19 թվականին պետական պայմանագիրը հատկացվել է, որպեսզի իրենք այդ կրակող ռոբոտի արդեն աշխատող մաքուր տարբերակը սարքեն, 20 թվականի համար այդ պայմանագիրը լուծել են։ Հանցագործություն չի արդյոք, հանցագործություն է, պատասխանատվության ինչ որ մեկը կանչվել է, ոչ։ Իսկ ես դանդաղ աշխատելու համար կամ ռազմարտությունաբերության բյուջեն զարգացման բյուջեն չծախսելու համար ինչ որ մեկը կանչվել է պատասխանատվության, ոչ։ Ըստ էս ո՞րն է պատճառը, որ չի ծախսում։ Ուրեմն որպեսզի պետական մարմինը իր գործը անի, ինքը պետք է համալրված լինի բանիմաց եւ կարող կադրերով։ Այսինքն ռազմարտությունաբերության կոմիտեի ենթակայությունը երբ որ 19 թվականին փոխվեց ՊՆ-ից ԲՏԱ նախարարության տակ, այնտեղ ցավոք սրտի այդ գործընթացը երկար տևեց, էլի ապօրինություններով եւ ամեն ինչով ընթացավ այդ գործընթացը, եւ ռազմարտությունաբերության կոմիտեն ընդհանրապես կես անձնակազմով տեղափոխվեց ԲՏԱ նախարարության ենթակայության տակ։ Այն ժամանակվանից մինչև այսօր ռազմարտությունաբերության կոմիտեի հաստիկները չեն համալրվել։ Իմ վերջի ունեցած տվյալներով մոտ 30% թափուր հաստիկ կան։ Չգիտեմ ինչի համար են թափուր հաստիկները պահում, արդյոք պահում են նրա համար, որպեսզի Դե գուցե մասնագետ չկա։ Ուրեմն կարողները կան, մասնագետները կան, երևի ցանկություն չկա պետական համակարգում աշխատելու։ Եվ դա էլ գալիս է նրանից, այո, եւ դա էլ գալիս է նրանից, ասենք մասնագետը պիտի նայի տեսնի այս կառավարություն կոչվածը իր ծրագիրը ո՞նց է կարողանում կատարել, ինչքան ջանք է
ներդնում կամ ինչքան ջանք է թափում իր իսկ ծրագիրը կատարելու համար։ Հիմա տեսեք, կառավարության այսօրվա ծրագիրը 21-26 թվականների համար է։ Այսօր 25 թվականը թևակողել արդեն, այսինքն 4 տարին արդեն անցել է։ 4 տարին այս կառավարությունը արդեն ավարտվում է, հա։ Եվ նոր կարգ են ընդունում, ասենք որոշել են, որ 23 թվականին որոշել են, որ փորձանմուշների պատրաստման բյուջե պետք է հատկացնեն, 25 թվականի սկզբին նոր այդ բյուջեի ծախսելու կարգն են հաստատում։ Այս դանդաղությունը, հա, դա ոչ թե այսպես ասած հեղափոխական նշությանը կարելի է վերագրել միայն եւ դրան չի կարելի վերագրել։ Այստեղ ես չարամիտ դիտավորություն եմ տեսնում, որ ուղղակի արված է ամեն ինչ, որպեսզի այս ոլորտը չզարգանա։ Հիմա տեսեք, կարելի է մեջ բերել տարատեսակ պաշտոնյաների, որոնք որոշ չափով հիմնավորված իրար հերթ չտալով ասում են համարյա $400 միլիոն կամ $500 միլիոն պատվեր ենք տվել եւ այլն, բայց իրականում ինչ են անում։ Իրականում տեսնում պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանը պաշտպանության նախարարությունում տեղի ունեցող խորհրդակցության ժամանակ վերականգնում հոխորտում է արտադրողների վրա, որ եթե ժամկետների ուշացումներ լինեն, տուշտ ու գանքներով ձեզ խեղդելու ենք, հա, գծիկ արդեն փակա գծերում, արդեն փակ դռների հետևում, հանգարց մտքներով չանցնի, որ մենք ինչ որ մի բան ձեզ ընթառաջ ենք գնալու։ Հանգարց մտքներով չանցնի, որ մեզնից եթե ձեռներից ինչ որ բան կա ձեզ օգնելու, մենք դա կանենք։ Դուք պետք է ձեր ծախսով, ձեր ամեն ինչով գնաք շահույթի հաշվին, այդ շահույթն էլ այսօր բան են անում, թմկահարում են, որ շահույթի նորմա վերացրել ենք եւ այլն, ընդ որում այս փորձանմուշների արտադրության մեջ էլ գրած հենց կարգի մեջ, որ շահույթ փաստացի գնահատվարկը պետք է շահույթ չնախատեսի։ Բայց արդյոք պետեկամուտների կոմիտեն համաձայնա դրան։ Արդյոք ինքը համաձայնա, որ ընկերությունը, որը որ ԱՀ-ով է աշխատում, հա, իր շահույթ պետք է չներկայացնի։ Իսկ շահույթ հարկի հետևից ավելի շուտ են գալիս, քան ԱՀ-ի հետևից։ Հա, որտեվ ԱՀ-ն հետո հարկային սկորից շուտ է գալիս միշտ։ Այն ինչ որ դուք նկարագրեցիք, հա, այդ օրինակ է ձեր ասած այդ ճնշման գործընթացը, եւս մեկ անգամ բերում այն ձեն մտքին, որը ես հաճախ եմ նկատում, հա, խոսելով այդ պետություն մասնավորի մասին, մեկ պետությունը մասնավորի հետ մեծ հաշվով չի կարողանում աշխատել։ Տեսեք, պիտի պրեսինգը, որը դուք ասում եք, դա ավելի շատ ներիշխանական բուրգին է հատում, բայց մասնավորի հետ դու պրեսինգով ինքը ուղղակի կգնա։ Մենք պետք է ընդունենք, որ իշխանությունը եւ պետությունը այսօր իրարից տարանջատված են։ Հա, այսօր իշխանության գործելավոճը ընդհանրապես որևէ տեսակի պետական կառավարման համակարգի կառավարման սկզբունքներին, պետական շահին, իրենց գործելավոճը ոչ մի կերպ չի համապատասխանում պետություն կոչվածի շահերին։ Հա, մենք ունենք այսօր ել եմ կրկնում կառավարություն, որը իր իսկ ընդունված բյուջեի հոդվածի ընդունելուց 1.5 տարի հետո նոր այդ բյուջետային հոդվածի ծախսի կարգ է հաստատում։ Կա դրան ռացիոնալ բացատրություն է, դուք հարցրել եք, չէ՞, ձեզ ինչ են պատասխանում։ Դրա ռացիոնալ բացատրությունը չարամիտ դիտավորությունն է։ Իրենք չեն բացատրում, անգործությունը հնարավոր չի բացատրել։ Ռազմարտությունաբերության ոլորտում անգործությունը մանավանդ, որը հավասարով է հանցագործության, ոնց կարող է հանցագործը բացատրել, թե ինչի է հանցագործություն անում, հա, չի կարող։ Ընդ որում այդ հանցագործությունը դեռ տեղի է ունենում։ Այսինքն այսօր մենք ունենք ռազմարտությունաբերության ոլորտում, գործ ունենք ռազմարտությունաբերության ոլորտում դանդաղկոտության հետ, որը ես հավասարացրել եմ հանցագործության։ Թող ինչ-որ մեկը գա փորձի ինձ բացատրել, որ դա հանցագործություն չի։ Դա ինչ-որ ռացիոնալ բացատրություն ունի պետական բյուջեի միջոցները արդյունավետ ծախսելու։ Ռազմարտությունաբերության զարգացումը դա բյուջեի այն հոդվածն է, որտեղ անարդյունավետությունը արդեն հիմքում դրած է։ Դա ամենառիսկային ծախսն է։ Եվ 19 թվականին նույն Նիկոլ Փաշինյանը այն ժամանակ իր առաջի կառավարության նիստերից մեկի ժամանակ ասաց, որ ռազմարտությունաբերության ոլորտում մենք պետք է գնանք ռիսկային ներդրումների, այն ժամանակվա ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը, որ այս օրինագիծը կամ օրինագծերը դահակողներից մեկն է դառել, ինքն էլ այն ժամանակ ասում էր, որ 10% արդյունքը, 10% հաջողությունը արդեն շատ լավ է, սա հիմնավորում էին, որ 90% կարող են 90% այդ ոլորտում անհաջողություն ունենան։ Ուր կորավ այդ ռիսկը, ուր կորավ այդ ախորժակը, ուր կորավ այդ մոտեցումը։ Եվ հասկանալի մի բան, որ սրա միակ ռացիոնալ բացատրությունը չարամիտ դիտավորությունն է, որ ոչ մի բան չեն ուզում անեն։ Դեռ հələ պետք է նայենք, տեսնենք, թե
25 թվականը Իսկ կավարտվի։ պետական ապարատում պատժվում է, պարոն Քերոբյան։ Դուք դա Բայց սա կառավարությունը իր ծրագրում, կառավարությունը իր 21-26 թվականների ծրագրում մի ամբողջական edge հատկացել է ռազմարտությունաբերությանը, ռազմարտությունաբերության ոլորտին եւ զարգացմանն էլ այնտեղ, զարգացում բառերն էլ այնտեղ կա գրած։ Ռազմարտությունաբերություն եւ զարգացում բառերը իրար կողք որ դնում ես, ռիսկ բառը արդեն կա։ Արդեն նախատեսվում է, որ դու այդտեղ քո ծրագրի այս մի մասով ունես այն անգլիացիք ասում են inherent risk, այսինքն ռիսկը դա բնական է այս ոլորտում։ Գնա ասել մենք գնալու ենք ոչ ռիսկային ուղղությամբ, դանդաղ հիմնավորված, ռացիոնալ, չգիտեմ ինչ, անարդյունավետ չծախսի, չփոշիանա բան եւ այլն։ Ռազմարտությունաբերության իր ամբողջությամբ փոշիացում է։ Այս ոլորտում ստեղծված ներքին պատվերը, հա, ինքը հետագա տնտեսական կյանք չունի։ Գնում դրվում է պահեստում։ Եվ սրա հետագա օգտագործումը միայն կամ ոչնչացումն է կամ տնտեսական որևէ արդյունք չի ստեղծում էլ ինքը։ Արտադրվեց, վերջացավ, մատակարարման շղթաները իրենց փողը աշխատեցին, աշխատավարձը վճարեցիր, հոսանքը վճարեցիր, գազը վճարեցիր, վերջացավ իր տնտեսական կյանքը։ Էլ հետագա երկրի տնտեսության մեջ ինքը էլ բան չունի, հաստոց չի։ Հա, արտադրության միջոց չի։ Զենք է զինամթերք ռազմական տեխնիկա, որը ունի կյանքի վերջավոր ժամկետ եւ ել եմ ասում ինքը այլ արժեք տնտեսության մեջ չի ստեղծում իր արժեքը պատերազմի ժամանակ է էլ կլինի կամ չի լինի այսինքն հենց այդտեղ ամենամեծ ռիսկն է եւ ասել որ մենք գիտեք ինչ կա նայելու ենք որ արդյունավետ ծախսենք եւ այլն դա անմիտ ապուշություն չի դա չարամիտ դիտավորություն է ռազմարտությունաբերության հետ կապված մի քիչ ավելի sense գաղափարական հարթակ մտնենք մոտ 5 րոպե է մեզ մնացել զրույցի համար այդուհանդերձ չեմ կարող չխոսել որովհետեւ եթերից դուրս հա մարդկանց հետ երբ որ խոսում ենք ռազմարտությունաբերության մասին շատ հաճախ այս կարծիքը լսում եմ եւ դուք էլ նոր հնչեցրեցիք որ հա դե մեկը ռուսից լավ չենք կարող անել իմաստը որնա չէ դուք էլ հնչեցրեցիք որ նման կարծիք կա ես այդ կարծիքի գաղափարական հակառակորդ միանշանակ անգամ եթե ընդունենք որ մեկը ռուսից լավ չենք կարող անենք դիցուկ բայց եթե ավելի լավ ունենաս քո վատը քան ընդհանրապես չունենաս չէ որովհետեւ մենք տեսել ենք իրավիճակ որ Ռուսաստանից զենքը պարզապես չի եկել չի հասել ընդ որում փողը տված զենքը հա այս տեսեք ինչու՞ է վիճակի աբսուրդությունը կայանում մենք ինքներս ընդունում ենք որ աշխարհագրական առումով լոգիստիկայի առումով շատ անբարենպաստ պայմաններում ենք գտնվում հետեւաբար պետք է ամեն ինչ անենք ներկրումներից կախվածությունը փոքրացնելու համար ընդ որում ռազմարտությունական եւ ռազմատեխնիկական քաղաքացիական ռազմավարության մեջ ուղիղ կերպով սևով սպիտակի վրա հայերեն գրապալա 12 ֆոնտով գրած է ներկրումներից կախվածություն թույլատնել ռազմարտությունական համալիրի առաջի խնդիրներից մեկն է հա Իսկ մենք ինչ ենք անում իսկ մենք ներկրումներից կախվածությունը թույլատնելու փոխարեն այսինքն տեղական արտադրողին հզորացնելու արտադրական կարողությունները ծավալները մեծացնելու ռազմավարական պաշարներ զորավարքային պաշարներ կուտակելու եւ մնացած ամեն ինչի փոխարեն մենք այսօր ստեղծում ենք ամեն ինչ որպեսզի տեղական արտադրողը զզվի եւ գնա դրսում աշխատելու ես դրսի համար արտադրի ընկերություններ գիտեն որ ոչ միայն դրսի համար են արտադրում այլ արդեն գնացել են դուրս իրենք արդեն չեն ուզում Այստեղ ջանք թափել, այսինքն իրենց ջանքերի 90%-ը ծախսել պետական բյուրոկրատիայի կամ իշխանական բյուրոկրատիայի, այլ պետք է տարանջատենք։ Այդ բյուրոկրատիա խոչընդոտները հաղթարելու վրա, այլ նախընտրում են գնալ ավելի բարենպաստ միջավայրում աշխատել, այնտեղ աշխատել իրենց փողը, մի բան էլ կարող է այստեղի համար անեն կամ չանեն։ Բայց մենք ունենք մեր պետական ազգային շահերին հակառակվող քաղաքականություն է սա ուղղակի։ Այն ամենը ինչ որ արվում է, ընդ որում փնթիությունը եւ խախտումներով այս կարգերը ընդունելը մի բան է, հələ բայց կարգի մեջ դնել այնպիսի ժամկետներ, որ ասում եմ, լավագույն դեպքում առաջի պայմանագիրը այս կարգով լինելու է սեպտեմբեր, կնքվելու է սեպտեմբերին, իսկ փորձարկումները, եթե ասենք 3 ամսում փորձանմուշները արտադրեցին, փորձարկումները գալիս են ձմեռը գիտենք, որ հեչ է լավ ժամանակ չի ինչ որ փորձարկում անելու, գալու են 26 թվական Գալու ենք նույն կոտրած տաշտակի առաջ են կանգնելու։ Երբ որ էլի պետական բյուջեով նախատեսված միջոցները էլի բան են անելու, չգիտեմ, կլինի այն ժամանակ Ջիվարյան Արամը ռազմարտությունաբերության կոմիտեի նախագահ թե չէ, բայց ինքը պետք է նույնպես պատասխան տա։ Արդյոք այն ինչ որ ինքը նախաձեռնել եւ արել է, ծառայել է պետության շահերին, ծառայել է ռազմարտությունաբերական համալիրի զարգացմանը։
Վստահ եմ, որ ոչ։ Շատ լավ, շատ շնորհակալություն։ Չգիտեմ, մեր տաղավարը բաց է բոլորի համար, եթե կուզենան ռազմաօրթունաբերության կոմիտեից նույնպես արձագանքել, հա, այս օրինագծի հետ կապված ահազանգ Դեռ երկրորդն էլ կա։ հարցերին։ Դրա հələ մի հատ էլ կա հանրային քննարկման դրած, էլի գիտահետազոտական փորձակոնստրուկտիվական աշխատանքների կարգը, այսինքն Եվ նույնին մենք պատրաստ ենք լսել բոլորին, բոլոր կողմերին, քանի որ այստեղ նպատակը նախ եւ առաջ, որպեսզի գործը տեղից, սայլը տեղից շարժվի։ Այո, միանշանակ քննադատության նպատակն էլ միայն դա է։ Միայն դա է։ Շատ շնորհակալ եմ, շատ հետաքրքիր զրույցի համար։ Մեր բոլոր ռադիո լսողներին եւ ռադիո դիտողներին հիշեցնեմ, որ մեր հյուրներ ռազմաօրթունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը, շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։